Թե Աջապայանը ինքն իրեն մեծ վնաս հասցրեց նման անպատասխանատու հայտարարություններ անելով, որի համար իհարկե պետք է պատասխան տա, որտեվ դա այնպես չի, գիտեք, բռնի ասի հալա բան է ասեցի։ Չէ, դա օրենքներ կան, որ դու խախտել ես դրանով։ Եվ երբ որ դու ռազմական հեղաշրջման կոչ ես անում, դա մթնոլորտ է ձևավորում, չէ՞ նաև։ Այդ թվում անպատժելիության, եթե քեզ չպատժեն։ Նարի Հունանյանը մինչև հոկտեմբերի 28-ը կազմակերպել, ոչ թե կազմակերպել էլ իրականացնել, ինքը կազմակերպող չէր, ընդհանրապես կատարող էր, տարբեր տեղերում խոսացել է, բաց խոսացել է, որ էլի նույն բառապաշարով, որ սրանց պետք է գյուլել, ռազմական հեղաշրջում է պետք։ Հիմա գյուլելը էս մեկը չի ասել, մյուս սքեմավորն է ասել, Վազգեն Բագրատ Գալստանյանը։ Բայց մոտավորապես նույն խոսույթն է, հա, ռազմական հեղաշրջում, գյուլել եւ ԱԱՑ-ում կան, որ այդ գրառումներ, որ դա արձանագրվել է ԱԱՑ-ում։ Ուղղակի իբր ուշադրություն չեն դարձել, լուրջ չեն վերաբերվել դրան։ Ընդ որում դա հրապարակային հայտարարություններ չի եղել։ Եղել է մասնավոր խոսակցությունների ժամանակ, որը ձայնագրել են, գրանցել են ԱԱՑ-ականները, վստահ եմ Սերժ Սարգսյանն այն ժամանակվա ԱԱՑ-ի պետին հայտնել են, հիմա նա իրոք այդքան անլուրջ էր, որ բանի տեղ չի դրել, ասել է հա դե բանա թող խոսան, թե լավ էլ հետևել են, թե ուր է հասնելու, որտեղ իրենց շահերից դա բխում էր, այսինքն իմացող չհայտնող են, թե ուղղակի տգետ են, որոնք որ այդպես բաներին ԱԱՑ-ի պետը լինելով քթի տակ ահաբեկցություն է կազմակերպում, դրա մասին բացահայտ խոսում են, դու ասում ես հա լավ բան, հա, թող խոսան, հա։ Հիմա այդ երկուսն է։ Հիմա այն ժամանակ մենք պետություն չունենք։ Այն ժամանակ ունենք բռնազավթված պետություն եւ ընդամենը 6 ամսվա ընթացքում 6 ամիս էր, որ ժողովրդավարական շատ թեքիչ իշխանություն էր ձևավորվել այն իմաստով, որ լեգիտիմ էր եւ արտահայտում էր ժողովրդի կամքը, ոչ մեկ չի կասկածում, որ Վազգեն Սարգսյան, ուրեմն Կարեն Դեմիրճյան դաշինքը արտահայտում է ժողովրդի մեծամասնության կամքը եւ ցանկությունը, անկախ նրանից, որ իհարկե իդեալական ընտրություններ չի եղել, չեն կարող անվանել ազատ եւ արդար ընտրություններ 99-ի խորհրդարանական ընտրություններ, բայց ամեն դեպքում դա լեգիտիմության էական պաշար ունեցող ընտրություններ են եւ մարդկանց մեծամասնությունը գոհ էր այդ խորհրդարանից, որ ձևավորվել էր։ Բայց պետություն մեկա չունենք, որտեղ եթե պետություն ունենայինք, այդպիսի ծավալուն, ոմանք ասում են առաջի կարգի ահաբեկչական ակտեր, այդ ահաբեկչական ակտը կկանխեին, ով է տեսել աշխարհում չտեսնված դեպքեր, որ մտնեն պարլամենտում, ղեկավարության մեծամասնությունը գլխատեն, ուղղակի գնդակահար են։ Եվ հիմա նույն բանը փաստորեն կրկնվում է, բայց այս անգամ մենք ունենք պետություն, բացվեց ունենք պետություն, որը կանխում է։ Եվ սա առաջի դեպքը չի, որ կանխում է, մինչև այդ կանխել են ՉՎԿ Վագների կողմից վարժեցվող ահաբեկիչների, ուրեմն կազմակերպվող կամ իրականացվելիք ահաբեկչական ակտերը, մինչև այդ էլի տարբեր դրվագներ ունեցանք, այդ թվում 20 թվականից հետո, երբ որ ներխուժում եղավ կառավարության շենք, ուրեմն Համարանոց կառավարական, որտեղ որ բնակվում էր Նիկոլ Փաշինյանը եւ այլն, գիտեք, տարբեր կերպ կարելի է ղեկավարներին վերաբերել, իշխանություններին վերաբերել, բայց երբ որ դու պետություն ունես, պետությունը պետք է կանխի ցանկացած ահաբեկչություն երկրում, ընդհանրապես որևէ մեկի հանդեպ ահաբեկչություն, առավել եւս պետական իշխանության բարձրագույն իշխանության դեմ, հա։ Հիմա այդ իմաստով իհարկե մենք ունենք տարբեր իրավիճակ նաեւ այն պահով, որ գործող իշխանությունը ժողովրդավար է, չի բռնազավթել իշխանությունը, տարբեր հարցերում թերանում են մենք քննադատում ենք եւ տարբեր հարցերում էլ լսում եք քննադատությունը հենց դրանով էլ նաեւ ժողովրդավար է, բայց չի կեղծում ընտրություններ։ Եթե ընտրություններ կեղծեր Գյումրիում ռևանշի չէին կարողանալ հասնել ռոբասերժականները, հա, նախկին բավական օդիոզ մի անձնավորության տեսքով։ Չի բաներ քաբանտարկալներ չի պահում, չի բռնում մարդկանց քաղաքական պատճառներով եւ չկա որևէ միջազգային զեկույց, մասնագիտական կառույցներ, որոնք ասեն, որ Հայաստանում գոնե մի քաղաքաբանտարկյալ կա կամ երբևէ եղել է հեղափոխությունից հետո, Թավշյա հեղափոխությունից հետո։ Խոսքի ազատությունը չի բռնանում, ես կասեի ավելին քան չի բռնանում։ Եվ բաներ կա, որ պետք է կարգավորի եվրոպական ստանդարտներին համապատասխան, բայց նույնիսկ դա չի անում, ասելով, որ գործող իշխանության մասն է խոսքը, ասելով, որ ոչ այդ ստանդարտները այդքան ժողովրդավարական չեն, այդքան ազատ չեն, մենք ավելի ազատ ենք ուզում եւ ստանում է արդյունքում, որ թափանցիկությանը չի հետեւում լրատվամիջոցների եւ ստանում է արդյունքում, որ ով ուզում է բուծում է լրատվամիջոցներ, բլոգեր, ֆինանսավորում է դրսից նկատի ունեմ։
Եվ դրսից եւ այստեղ էլ նախքին քրեա օլիգարխիան։ Բայց մեկ է, ինքը չի սահմանափակում, որպեսզի հանգարց չասեն, որ ահա տեսակ բռնանում է ժողովրդավարությունը, բայց այդ ամեն ինչով հանդերձ այն ընդդիմությունը, այսպես կոչված, քրեա օլիգարխիայի մնացուկները, ովքեր որ 20 տարի այդ ամեն ինչ արել են, գնդակարել են մարդկանց փողոցի մեջտեղը, ոնց որ մարտի 1-ին արեցին, քաբանտարկյալներ լցրել են բանտերը, նույնիսկ հանրահավաքներ թույլ չէին տալի անցկացնել, 11-12 թվի նոր սկսեցին թույլ տալ։ Պատկերացնում եք, այդ մարդիկ հիմա գործող իշխանության ասում են, դա բռնապետական ռեժիմ է, ասենք ձեռ առնեն մարդկանց։ Ու չէ, ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որովհետև երբ որ երկրում իրականում բռնապետություն է կամ թեկուզ ավտորիտար ռեժիմ, անարդար, կոռումպացված ռեժիմ, որից ժողովուրդը զզվում է, տանել չի կարողանում, ցանկացած ըմբոստություն այդ ռեժիմի դեմ բերում է լայն ժողովրդական աջակցության։ Լայն, ես ուզում եմ ձեզ հիշեցնել 16 թվականի Սասնա ծռերի ապստամբությունը։ Լայն ժողովրդական աջակցություն ունեցավ։ 20-30 հազար մարդ փողոց էր դուրս եկել, աջակցելու համար եւ թույլ չտալու համար, որ այդ մարդկանց ուրեմն գնդակարեն կամ ինչ-որ ռազմական միջոցներով սպանեն կոպիտ ասած, այդ դեպքից հետո, երբ որ ուրեմն ոստիկանության այդ կետը գրավել են Սասնա ծռերը։ Հիմա մենք չենք քննարկում իրական պատճառները, որոնք են, որ այն ժամանակ հասարակությունը դրանց տեղակ չէր, ես էլ տեղակ չէի, ճիշտն ասած, երբ որ նաև նույն պահանջով փողոց էր դուրս եկել, որ հանգարց այդ մարդկանց չսպանեն։ Եվ ես ուզում եմ բաց հիշեցնել, որ նույնիսկ Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն ժամանակ տարածեց եւ ասաց, որ սա քաղաքական գործընթաց է։ Ոչ թե ահաբեկություն չի, այլ ռուսներն էին ասում ահաբեկությունը։ Եվ ասում են ոչնչացրեք ու վերացրեք այդ մարդկանց։ Բայց այն ժամանակվա աջակցությունը ժողովրդի իրոք ապստամբության աջակցությունն էր, որի իրավունք այո ՄԱԿ-ի կանոնադրությամբ ժողովուրդը ունի, որ եթե այլ տարբերակ իշխանությունը փոխելու, որտեղ ոմանք կոնտեքստից կտրում են, գիտեք, ասում են հեն այն ժամանակ էլ էր ապստամբություն, հիմա էլ չէ, այտենց զինված ապստամբություն։ Այո, զինված։ ՄԱԿ-ի կանոնադրությունում չի գրած, որ ցանկացած ապստամբություն ուրեմն իրավասու է, լեգիտիմ է։ Ոչ, այնտեղ հատուկ նշված է ինչ ապստամբություն պետք է լինի, որ դա համարվի իրավունքի հետևանք։ Եվ այնտեղ նշված է, որ եթե ժողովուրդը այլ մեթոդներ չի գտնում, այլ մեթոդներ չեն թողել ժողովրդին իշխանությունը փոխելու, այսինքն օրինական որևէ մեթոդ չկա, իշխանություն չի հնարավոր չի փոխել, ոչ ընտրություններով, ոչ պլեբիսցիտով, ոչ մի բանով։ Ուրեմն այո, իրավունք ունի այդ ապստամբության։ Ինչով է տարբերվում այս վիճակից։ Հիմա ժողովուրդը, որովհետև ժողովուրդը այս իշխանությունը ձևավորել է ընտրություններով եւ ընտրություններով էլ կարող է փոխել։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ընտրություններով հնարավոր չի փոխել իշխանությունը եւ Գյումրի օրինակը դրա համար բերեցի։ Նույնիսկ թիմ մակարդակով փոխում են 99 թվականի հետ է այս զուգահեռը, ոչ թե 16 թվականի, որովհետև 99-ին էլ եմ ասում ձևավորվել էր լեգիտիմ իշխանություն, ժողովրդի կամքը արտահայտող իշխանություն։ Դրա համար էլ երբ որ Նայիրի Հունանյանը զանգում էր տարբեր կուսակցությունների ղեկավարներին ասում էր ժողովրդին կանչեք, իրանց ուզած արել եմ, ինքը չգիտեր որ իրանց ուզածը չի, ժողովրդի ուզածը չի, ժողովրդի իր իշխանությունը ձևավորել էր, ժողովրդը սիրում հարգում էր հատկապես Կարեն Դեմիրճյանին։ Եվ չէր ուզում հաստատ որ այդ մարդկանց ինչ որ մի խումբ սպանի, սքեմավորի ասած գյուլի եւ հետո էլ գնան աջակցեն, որպես ինչ աջակցեն։ 100 հոգի էլ չգնաց այնտեղ աջակցելու։ Իսկ 16 թվականի Սասնա ծռերի ապստամբությանը ասում եմ 20-30 հազար մարդ գնաց աջակցելու եւ դրանց են ցնցված իշխանությունները։ Ես այդ դեպի ժամանակ էլ, երբ որ ինձ հարց տրվեց ուղիղ, որ կողմեք զինված մեթոդներով հարցեր լուծելու, ասացի ոչ, նույնիսկ այդ պարագայում, անկախ նրանից, որ ՄԱԿ-ը թույլատություն տալիս է, որ այո, ժողովրդի իրավունք ունի այդ ապստամբության, բայց ընդհանրապես զինված պայքարը, արնահեղությունը երբեք լավ բանի չի բերում, հերիք չի եւ միշտ կա մանիպուլյացիայի էֆեկտը, որ այդ մարդկանց, ովքեր որ պատրաստ են ինքնազոհաբար գնալ ինչ որ քայլերի, իրենց կարող են ինչ որ մարդիկ մանիպուլացնել, որը հետո պարզվեց, որ այդպես էլ եղել է։